Մտավորականը օդի, հողի, արև ու սիրո նման անընդհատ վերադարձի գաղտնիքն ունի։ Ուրեմն եւ ապրած եւ չապրած տարիների միջով մարդը միշտ քայլում է դեպի սկիզբը, հերքելով մահվան անհերքելի փաստը, երբ ապրած թե չապրած տարիները դառնում են կյանքի ժամանակ եւ հավերժի ժամանակ։ Վարդգես Համազասպի Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի գրողների միության նախագահ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, Երկիր Նայիրի թերթի հիմնադիր խմբագիր, Գարուն ամսագրի հիմնադիր խմբագիր, գրող, հրապարակախոս, դրամատուրգ։ Իր ապրած տարիներին հայ ընթերցողի սեղանին դրեց մի ամբողջ գրադարան, վաստակեց ամենադժվարինը, սեփական անուն ազգանունը։ Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականին Աշտարակում։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի բաժինը, աշխատել է որպես պիոներ կանչի խմբագիր, աշխատակցել է Ավանգարդ թերթին, եղել է Գարուն ամսագրի կնքահայրը եւ երկար տարիներ խմբագիրը։ Գրական աշխարհ է մտել որպես բանաստեղծ, այնուհետև անցել է արձակի։ Նրա մարդկային եւ կազմակերպչական տաղանդը փայլեց հատկապես Հայաստանի գրողների միության վարչության նախագահ աշխատած տարիներին։ Վարպետից Ավետիք Իսահակյանից հետո որևէ մեկին չէր հաջողվել այդպիսի մեծության նախագահ լինել եւ Հայաստանի գրողների միությունը բարձրացնել համամիութենական համաշխարհային ասպարեզ։ Պետրոսյանի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, բեմադրվել են։ Պետրոսյանն արժանացել է պետական մրցանակի, պարգևատրվել շքանշանով։ Եղել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ մի քանի գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է նորանկախ Հայաստանի ազգային խորհրդարանի պատգամավոր։ Նրա հիմնադրած Գարուն ամսագիրը կենարար հրաշք էր, սառնակունք աղբյուր, երբ պատրանքներն այլևս չէին ցնցում մեր անվրդով հոգիները եւ խեղդամահ էինք լինում գոշության հեղձուկ օղակում։ Եվ այդ կախարդական շրջանակի մեջ բոլորիս հետ ու բոլորիս համար պատեպատ խփվելով առանց վհատվելու նա տարածություն էր նվաճում, գոնե ազատ շնչելու համար, գրում է Լևոն Անանյանը։ Նա ազնվական, մտավորականի, ազգային գործչի մտահոգությամբ ու սիրով էր հայտնաբերում պատանի տաղանդներին, երիտասարդ չնկատված շնորհալիներին, շրջապատում հոգատարությամբ, նրանց համար գտնում ժամանակ, միջոցներ, հնարավորություններ։ Գարունը հայ հասարակական, քաղաքական, գրական կյանքում հսկայական շրջադարձային դեր ունեցավ։ Որպեսզի հասկանալի լինի ժամանակաշրջանի մթնոլորտը, հիշենք, որ այդ տարիներին էր, որ բանտարկվեց Պարուր Սևակի Եղիսի լույս ժողովածուն։ Կարդում ենք գրողի տիկնոջ Սոնա Տիգրանյանի ամուսնուն Վարդգես Պետրոսյանին նվիրված Հետմահու անմահություն գրքում։ Եվ հենց այդ տարիներին Գարունը տպագրեց բոլոր այն բանաստեղծությունները, որոնց պատճառով գիրքն արգելված էր։ Պարադոքսը։ Ես սեփական աչքերով տեսել եմ գրքի այն օրինակը, որի լուսանցքներում գրառումներ ու ընդգծումներ էին։ Գիտեմ ծրագիրը, Երանի չտեսնեի։ Այնուամենայնիվ, 2 տարի անց գրքի ազատությունը հնարավոր եղավ սթափ ազնիվ մտավորականների ու գրողների դիմադրության շնորհիվ։ Այդ տարիների պատկերը ավելի որոշակի դարձնելու համար հիշեմ մի դեպք, որ շատ տպավորիչ էր ինձ համար, գրում է Սոնա Տիգրանյանը Հետմահու անմահություն գրքում։ Ուսանող էի, աշխատակցում էի Գարուն ամսագրին, լույս էր տեսել Գարունի հերթական համարը եւ Վարդգեսին հերթական անգամ խիստ նկատողություն էին տվել վերջին նախազգուշացումով։ Կոմերտ միության կենտկոմը, դե Գարունը երիտասարդական ամսագիր էր։ Բացի բազում նյութերում անհնազանդ խմբագրի խիզախումները տպագրվել էր մի հոդված, որտեղ դատապարտվում էր եղբայրական Վրաստանում, ոչ Ադրբեջանում, հայ մշակույթի գործիչների գերեզմանները
հուշաքարերը հողին հավասարեցնելու փաստը, իբր ճանապարհաշինության պատճառներով։ Չգիտես ինչու ճանապարհը պետք է անցներ ըստ նախագծի հենց գերեզմանատան միջով։ Այդպիսի դեպքերում Վարդգեսը միայն հոդվածով չէր սահմանափակվում։ Հետագայում էլ ավելի սերտ կապեր հաստատելով այդ եղբայրական հանրապետությունների նախագահների եւ գրողների հետ, հարցը լուծում էր դիվանագիտորեն, մարդկային, ընկերական փոխըմբռնման ճանապարհով, որոնք պարզապես մշակութային հարցեր չէին, այլ խիստ քաղաքական, երբեմն սուր եւ վերին օղակներում համարյա անդուցելի։ Ուշագրավ դեպքի մասին։ Կենտրոնական կոմիտեի քարտուղարը Անտոն Քոչինյանն էր։ Վարդգեսը դիմում է նրան տարակուսանքով, թե Անտոն Երվանդիչ, ես արդեն 6-րդ նկատողությունն եմ ստանում, վերջին նախազգուշացումով։ Ինչ տրամաբանությամբ։ Եթե նկատողությունն իրականություն դառնար, նշանակում էր նախ գարունի փակում, Վարդգեսին կուսակցությունից վտարում եւ բացառում էր գիրք տպագրելու եւ իր մասնագիտությամբ որևէ աշխատանք ունենալու հնարավորությունը։ Դա գրողի վերջն էր։ Անտոն Քոչինյանը Վարդգեսին դուրս է բերում առանձնասենյակից եւ ուսին թփթփացնելով պատասխանում. Վարդգես ջան, չհասկացար, դու պիտի գրես, մենք պետք է նկատողություն տանք։ Այդ կոմսոմոլները, գիտես, առաջ են ընկնում, շատ աչալուրջ են։ Դրանց այդ կոմսոմոլներին ու դրանց նմաններին Վարդգեսը հետագայում անվանեց մարտնչող տգիտություն, որ պաշտոնին կարճած ոչնչի առաջ կանգ չէին առնում։ Կարծեմ, մինչ օրս էլ այդ տեսակը ծլում ծաղկում զարգանում է։ Հետագայում նրանցից շատերը արցունքն աչքերին հիշողություններ կպատմեն, թե ինչ երջանիկ են եղել Վարդգեսի ժամանակակիցը լինելով։ Եվ այդ մարտնչող տգիտությունն էր, որ տարիների ընթացքում սև ամպեր կուտակեց մեր ժողովրդի տաղանդավոր զավակների գլխին, ինչպես Մինաս Ավետիսյանն էր, պարուր սևակը, նույն ինքը Վարդգես Պետրոսյանը, շատերը, որոնք համարձակություն ունեցան ազնիվ ու հայրենասեր լինել, մանավանդ տաղանդավոր։ Ուշագրավ են Պետրոսյանի հետևյալ տողերը. լավ մարդ է, բարի մարդ է, բոլոր բառերն առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը, ածական է հարկավոր, կարծես քիչ է մարդը։ Այսօր մեր խորհրդարանի պատգամավորների հիմնական մասը ածականակերտ է, իսկ մարտնչող տգիտություն, բարակապակցությունը էլի շրջանառվում է, միայն անհասկանալի է, թե ով ում հասցեին է բղավում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրություններ արեցին Երևանի դրամատիկական թատրոնում, այժմ Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում, բեմադրվեց վերջին ուսուցիչը եւ հրաշալի դերակատար էր Լևոն Թուխիկյանը։ Բեմադրություններ արեցին նաեւ Սունդուկյանի անվան թատրոնում, բեմադրիչն էր Վարդան Աչեմյանը։ Փաստագրական ֆիլմեր նկարվեցին միութենական պատվերով։ Նկարվեց նաև գեղարվեստական ֆիլմ Մենավոր ընկուզենի նույնանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն էր Ֆրունզե Դովլաթյանը, գլխավոր դերակատարներն էին Ֆրունզե Դովլաթյանը եւ Արմեն Ջիգարխանյանը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ եւ այսօր էլ, ինչպես ամեն մի իսկական արվեստի գործ, ժամանակակից է։ Վարդգես Պետրոսյանին հատուկ ազգային մտահոգություններով եւ անսպառ հումորով։ Այդ ամենը իհարկե նաև մեծ ռեժիսորի եւ տաղանդավոր դերասանական կազմի վարպետության եւ հմայքի շնորհիվ էր։ Ես բախտ եմ ունեցել մասնակցել այդ ֆիլմում։ Ես եւ առհասարակ թե բեմադրությունների մեջ եմ մասնակցել Երևանի դրամատիկական թատրոնում, երբ բեմադրվեց Վերջին ուսուցիչը եւ հայկական էսքիզները,
Եվ ֆիլմը երբ նկարեց Ֆրունզե Դովլաթյանը, ես խաղում էի միլիցիոներ Անտոնյանի դերը։ Ես հիշում եմ մի բան, որ ուզում եմ պարզապես կիսվել, ես դրա մասին երբեք չեմ պատմել, ոչ միտեղ։ Ուրեմն 15-րդ կվարտալում ֆիլմի պրեմիերան արեցին, ինչ-որ կինոթատրոնում հրավիրեցին նկարահանման խումբը ներկա էր, մեզ շատ լավ ընդունեցին, դերակատարներ, բացի Ջիգար Խանյանից բոլորը կային, Ջիգար Խանյանն արդեն Մոսկվայում էր։ Ու երբ ֆիլմը սկսվեց, բոլորս գնացինք ռեստորան։ Ճանապարհին ես նկատեցի, որ Վարդգես Համազգասպովիչը Ֆրունզեն ասեց, Ֆրունզ, հանկած ձեռդ գրպանը չտանես, այսօր իմ օրն է։ Ասեց, եղավ, Վարդգես ջան, ձեռս գրպանս չեմ տանի։ Նստեցինք, լավ սեղան էր գցած, ուտում խմում էինք մի խոսքով, ու մի հատ տղա երգում էր, երգեր էր երգում։ Իսկ Վարդգես Պետրոսյանը, որ լավ տրամադրությամբ սկսում էր խմել, դառնում էր ճարտար։ Այսինքն թույլ չէր տալիս, որ որևէ մեկը ինչ-որ խոսի կամ կողքից ինչ-որ բան ասի, անընդհատ խոսում էր եւ շատ հետաքրքիր էր խոսում, ինչ լույս ասեմ։ Այդ տղան հայ երգում էր, հանկած խոսքը ընդհատում էր, խիստ նայում էր այդ տղային, ու էլի շարունակում էր։ Էլի խիստ նայում էր, Ֆրունզը ասեց, լավ էլի Վարդգես, լավ է, այդտեղ էլ երգում է, թող երգեր, ինչ ես ուզում այդ տղայից։ Չես մը սխալ է երգում։ Մի խոսքով, խոսեց, մեկ էլ տղան սկսեց երգել ընկերության մասին։ Այդտեղ արդեն Վարդգես Համազգասպովիչը չդիմացավ, ձեռը խփեց սեղանին, ասեց՝ մի րոպե Ֆրունզ, կպայթեմ, որ չասեմ։ Եկավ միկրոֆոնը ձեռից առավ, ասեց՝ այ տղա, ընկերության մասին ես երգում, կլկլացնելով, թաղում ես քո ընկերներին, արա։ Այդ տղան շշմած նայում է։ Դեռ Վարդգես Համազգասպովիչը դեռ մեծ բոյ չուներ, իհար, ու կատաղած վրա է տալիս, սենց են երգում, տես ոնց են երգում, միկրոֆոնը սկսեց երգել, ես չէի պատկերացնում, որ հրաշալի ձայն ունի, հրաշալի երգեց, չգիտեմ չեմ հիշում ինչ երգ երգեց, բայց հրաշալի էր, երբ հետո որ երգը ավարտեց, միկրոֆոնը տվեց, ասեց, այս սենց են երգում, այդ տղա։ Միշտ եւ ամենուր ապրած եւ չապրած տարիների հորձանուտում իր դառն ու անուշ հայրենիքը երկիր նայերին փնտրեց։ Նրա կրքոտ ելույթները հերուն տեսնելու եւ նորը որսալու բացառիկ զգացողությունը, նրա կռիվն ու նվիրումը, նրա գրքերը զուտ պետրոսյանական տաղանդի անշփոթելու դրոշմով։ Կյանքում իրեն բաժին հասած փորձություններից ամենածանրը դավաճանությունը տարավ, երբ բախտը երես թեքեց ու ոտքը քարին առավ։ Նրա զգայուն հոգին չարաչար խոցվեց այն գիսավորների քարկոծումներից, ովքեր գրողի աստեղային ժամին հուլանում էին նրա արտացոլանքի ծիրում։ Նա տենդագին էր սիրում կյանքը, իր երկիրն ու ժողովրդին, եւ արժանապատիվ զավակի սերը սրտի չափով անխնա սպառում էր մի ընդարձակ շրջագծով, երկիր նայրի գրական փնտրտուքներից մինչև երկիր նայրի շաբաթաթերթը։ Նույն թերթում երկիր նայրի ողբերգական դեպքերից հետո Հրանտ Մատևոսյանը, որ մինչ այդ փորձում էր պաշտպանել մեր նորանկախ հանրապետության մեղմ ասած որոշ բախտախնդիրների գրեց. Սա համապետական, համազգային, հասարակական, քաղաքական մեր կյանքի բացահայտ կողոպուտ է։ Սա բացահայտ մարտահրավեր է մեր գոյության բուն հիմքին։ Հեռացավ մտավորականը, ում խոսքը հնչում էր ժամանակի մեջ եւ որոշում էր ժամանակի դեմքը, որ ուժ ու համարձակություն էր ունեցել դառնալ նախ իր սերնդի, ապա եւ ժամանակակիցների մի քանի սերնդի ու ի վերջո իր ժամանակի ձայնը։ Մեր մեծերը հեռանում են, անպաշտպան թողնելով մեր թիկունքը, հեռանում է մտավորականը ու մենք շատ խոցելի ենք դառնում, խոցելի ու փխրուն։ Հեռանում է մտավորականը, ում խոսքը հնչում է դեռ ժամանակի մեջ ու հնչելու է նաև մեր ժամանակից դուրս։ Հնչելու է հայի բոլոր ժամանակներում, որովհետև մտավորականը հեռանում է միշտ եւ մշտապես նորից ու նորից վերադառնալու համար, ինչպես ամեն առավոտ լուսաբացի ծեսն է կատարում արևը։ Եվ ուրեմն մտավորականը չի հեռանում, այդ մենք ենք ինչ-որ տեղ ճանապարհի մի հատվածում նրանից անջատվում ու նրան կորցնում, կորցնելով մեր ճիշտ ճանապարհը ինքներս մեզ։
Լինում են աղետներ, որոնք ներկայացնելու համար դժվար է բառեր գտնել մայրենի լեզվի մեջ, արտահայտելու համար այրող ցավն ու կսկիծը, հոզումն ու ցասումը, ողբերգական դեպքերից հետո գրեց Մարո Մարգարյանը։ Հիմա վերհիշում եմ նրա գրքերը և ուղեղիս մեջ ուրվագծվում են տարօրինակ համեմատություններ։ Նա գրեց անավարտ դիմանկարները, բայց միթե նույնքան անավարտ չմնաց նրա դիմանկարը։ Միթե որևէ գիրք գրվեց նրա մասին։ Նա գրեց քաղաքի կիսաբաց լուսամուտները, բայց միթե նույնքան կիսամուտ չմնաց նրա կյանքը և մահը։ Նա գրեց ապրած և չապրած տարիները, բայց միթե չապրած տարիները ավելի շատ չէին լինելու։ Նա գրեց կրակ է շապիկը, բայց միթե հենց ինքը չայրվեց նրա կրակներում, որի մեջ հիմա այրվում ենք մենք։ Նա գրեց մենավոր ընկուզենին, բայց միթե ամեն մեծություն մի մենավոր ընկուզենի չէ հողմերի դեմ։ Նա գրեց հայկական էսքիզները, բայց միթե ինքն էլ մեր հայկական կյանքի հետաքրքիր էքսիզ չէր, որ փայլ էր տալիս մտավոր և հոգևոր մեր կյանքին։ Նա գրեց վերջին ուսուցիչը, բայց միթե ինքը մեր հրապարակախոսության վերջին ուսուցիչը չէր։ Նա գրեց ծանր է Հիպոկրատի գլխարկը, բայց միթե ավելի ծանր չէր գրողի, հրապարակախոսի, պատգամավորի գլխարկը և միթե հիմա ավելի ծանր չէր մեր վիշտը։ Նա գրեց դեղատուն անին, բայց հիմա ինչ դեղատուն, ինչ դեղ կվրկի նրան, ինչ դեղ կբուժի մեր կսկիծը։ Իսկ հավասարում բազմաթիվ անհայտներով գիրքը այն նույնպես խորհրդանշական եղավ և իրոք նրա կյանքը ու վախճանը մի հավասարում էր բազմաթիվ անհայտներով, գրեց Արամայիս Սահակյանը։ Ես ուզում եմ մի հատված կարդալ հայկական էսքիզներից։ Ես զարմացա, երբ Ավստրալիայում ինձ պատմեցին, որ ապրիլի 25-ը ամեն տարի նշվում է իբրև համազգային սգի օր։ Ի հիշատակ 1915 թվականի ապրիլի 25-ին Դարդանելի նեղուցում զոհված իրենց հայրենակիցների։ Ավստրալիական նավերը կենսամթերք էին տանում Ռուսաստան և Գալիպոլ թերակղզու մոտ կատաղի հարձակման ենթարկվեցին թուրքերի կողմից։ 1915 թվականի ապրիլի 25-ին, ապրիլի 24-ի հաջորդ օրը։ Բոլոր նավերը խորտակվեցին և ավստրալիացի հարյուրավոր տղաներ գերեզման գտան նեղուցի հատակում։ 20,000 կիլոմետրի վրա կուչ եկավ ավստրալիական մայրցամաքը, մայրերը սև հագան, և հարսնացուները անմխիթար ցավով նայեցին իրենց նշանի մատանիներին։ Տարիներ անց Բալարատ քաղաքից մինչև Արարատ քաղաքը, մինչև ճանապարհ ընդամենը 13 կիլոմետր էր, ծառեր տնկեցին ի հիշատակ այդ օրվա զոհերին։ Ամեն զոհված տղայի համար մի ծառ։ Ես տեսա այդ ծառերի կանաչ շարասյունը, բարևեցի նրանց ինչպես եղբայրներիս կբարևեի։ Ծովի հատակում նրանք հանդիպեցին հայ նահատակներին։ Արարատ քաղաքը ինձ ցույց տվին հեռվից։ Փոքրիկ քաղաք է 9 թե 10,000 բնակչությամբ։ Հեռվից տեսա նաև լեռը, որ այնպես նման էր մեր Արարատին։ Հենց այդ նմանության համար են քաղաքը Արարատ կոչել, ասաց ինձ ավստրալիացի գրող։ Իսկ մեկ ուրիշը այլ բացատրություն ուներ։ Ավստրալիական նվաճումների մեջ ոսկու տենդի ժամանակ նաև շատ հայեր են եղել
Երևի նրանք են տեսել լեռը եւ քաղաքը հիմնադրել։ Հիմա հայեր այնտեղ չեն ապրում, կամ գուցե հաջորդ սերունդները ձուլվել են, ավստրալիացի դարձել, 150 կամ 200 տարի է անցել։ Տեսեք, ինչպես է Վարդգես Պետրոսյանը ուրիշի ցավը դարձնում իրենը։ Նա մեծ հայրենասեր էր, սա քննելի չէ։ Գարուն ամսագրի խմբագիր եւ հատկապես գրողների միության նախագահ եղած տարիներին նա ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեց հայ գրականության վրա։ Հիշենք թարգմանչած տոները։ Աշխարհի բոլոր գրողներն էին գալիս մտնում հայ գրականություն։ Որքան մեծ գործ կատարեց գրականության միջոցով Հայաստանը դեպի մեծ աշխարհ տանելու ասպարեզում։ Մենք ներկա ենք եղել Մոսկվայում ամենագլխավոր Լեփլեցուն դահլիճներում բազում հոբելյանական երեկոների, որտեղ Վարդգես Պետրոսյանը ազգային բարձր արժանապատվությամբ էր ներկայացնում մեր գրականությունն ու հայ գրողին։ Նա ազգայնամոլ չէր, ու երբ կրակե շապիկ առասպելի համար նրան սկսեցին մեղադրել ոչ ավել, ոչ պակաս ազգադավության մեջ, շատերը չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, որ մենք մեր ճակատագրում ստիպված ենք, պարտավոր ենք ելք գտնել, կրակե շապիկ հագնել։ Վարդգեսը կրակե շապիկ էր հագել եւ հիմա հստակ տեսնում ենք, որ նրա խոսքերը ապագայի կանխագուշակումներ են եղել։ Ու մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ Հայաստանի նախագահը կգնա Ստամբուլ, այնտեղ կնստի ու վեր կկենա Թուրքիայի նախագահի հետ։ Կրակե շապիկից առաջ Կարսից մինչև Տրոյայի ավերակները ակնարկի հեղինակը Վարդգես Պետրոսյանը նույնն էր ասում։ Ճակատագրի պարտադրմամբ մենք պետք է նստենք ու վեր կենանք մեր թշնամու հետ, բայց առանց մոռանալու պատմությունը։ Միջև Պետրոսյանը հրապարակագրությունը լրիվ ձևավորված չէր։ Ուժեղ, կուր, սթափ հրապարակագրությունը օդի պես անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր հայ իրականությանը։ Հայկական էսքիզներն այդ ժանրի լավագույն օրինակն է։ Ժամանակին Միութենական Դրուժբա Նարոդով ամսագիրը 1 միլիոն տիրաժով տպագրեց Պետրոսյանի հայկական էսքիզները եւ բազում օտարներ հիացմունքով նշեցին Վարդգեսի գրչի եւ սրտի ուժը։ Այդպես պետք է սիրել սեփական ժողովուրդը, երկիրը, եւ դա օրինակ պիտի լիներ նաեւ մեզ համար։ Վարդգեսը կյանքով լեցուն բազմաթիվ շնորհներով օժտված մարդ էր։ Մի առիթով գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը կատակով ասաց. «Վարդգես, եթե լեզուդ այդքան երկար չլիներ, քեզանից լավ նկարիչ կստացվեր»։ Քանի որ Պետրոսյանի արխիվից ողբերգական դեպքերից հետո թե աշխատավայրից ու բնակարանից, թե աշտարակի առանձնատնից քննության նպատակով վերցվել են բոլոր ձայներիզները, տեսագրությունները, նկարներ, փաստաթղթեր, նամակներ, ցավոք չենք կարող լսել ոչ միայն Պետրոսյանին, նաև ժամանակի շատ երևելիների, գրողների, դերասանների, քաղաքական գործիչների։ Այդ հանդիպումների, զրույցների, ազատ քննարկումների մեծ մասը իհարկե դուրս էին անձնական, ընտանեկան արխիվ լինելու շրջանակներից։ Դրանք ժամանակի թե հայ, թե այսօր համաշխարհային մշակույթի մեծ անուն գործիչների անկրկնելի, անչափ հետաքրքիր պատմաքաղաքական կարևոր իրողություններ էին, նաև ապագայի մասին կանխատեսումներ, տագնապներ, երազանքներ։ Տարիները գլորվում են, իսկ գրողի արխիվը շարունակում է մնալ մթության մեջ, ինչպես նաև չբացված գործը։ Պետրոսյանի ընտանիքն այժմ ապրում է Միացյալ Նահանգներում, թեպետ շարունակում է ծառայել հայ մշակույթին, սակայն Սփյուռքում։
Մի անգամ հիշում եմ տղայիս նկատողություն արի ասելով, թե հիմա ինքը չէ որ մեծ է, այլևս չարություն չպետք է անի։ Այ ուրիշ էր, ասենք անցյալ տարի, երբ նա 4 տարեկան էր։ Իսկ որտեղ է իմ անցյալ տարին, հարցրեց տղաս։ Իմ որդու համար անցյալը գետակ է, քաղաք կամ մանկապարտեզ եւ կարելի ու հնարավոր է վերադառնալ այնտեղ, եթե ուզենաս իհարկե։ Այս գիրքը ապրած-չապրած ժամանակներին վերադառնալու, մոտենալու, հեռանալու ճիքերից գոյացած խճանկար է, անընդհատ մի ճանապարհ վերելքներով ու անկումներով։ Մեղուներն անցյալի ծաղիկներից ինչ են բերում, չգիտեն։ Հասկանում են արդյոք մեղուները, որ իրենք մեղր են հորինում։ Ծաղիկները նաև թույն ունեն, նաև դառնություն եւ փետակն է, որ զտում, առանձնացնում է նեկտարը թույնից ու դառնությունից, ինչպես ոչ ոք չգիտի։ Տարիների հետ գրողի ներաշխար փետակն էլ մաքրվում է չարության սերմերից, ինչպես գրողը ինքն էլ չգիտի, որովհետև մեղուն մեղր է պարտք մարդկանց, գրողը բարություն։ Եթե ոչ, ավելի լավ է փետակներում քնեն մեղուները եւ գրողի ներաշխարը փակ մնա։ Փակ։ Այս է Վարդգես Պետրոսյանը։ Վարդգես Պետրոսյանը նաև իհարկե ընկերություն էր անում Հրաչյա Ղափլանյանի հետ։ Դրանք շատ մոտ ընկերներ էին։ Եվ մի զավեշտալի դեպք եմ ուզում պատմեմ, ինձ կներեք իհարկե, ես էլի ոչ միտեղ չեմ պատմել, բայց կպատմեմ։ Երկուստ էլ կոլոտ էին։ Երկուստ էլ համարյա նույն բոյի էին։ Երկուստ էլ այսպես կաբլուկներով կոշիկ էին, հատում մի քիչ բարձր էր Եվան։ Ու միշտ վիճում էին իրար հետ։ Ով ումից մի քիչ բոյով է։ Ղափլանյանը ասում էր ես եմ բոյով, նա ասում էր ես եմ բոյով։ Ու մի անգամ հանդիպեցին Կենտկոմում, գնում էին Կենտկոմ, ամեն մեկը իր գործերով, ու Կենտկոմում հանդիպում են։ Ու հանդիպելուց էլի վեճ պռնկվեց։ Ով ումից բոյով է։ Ղափլանյանը ասեց՝ մի րոպե Վարդգես, արի գնանք մտնենք Կարենի մոտ, Կարենը կասի, ով է մեզնից բոյով։ Իսկ Կարեն Սերոպիչի հետ նրանք Դեմիրճյանի հետ մոտ էին։ Ես չգիտեմ, մանկությունից էին մոտ, նույն դպրոցում էին սովորում, մի խոսքով նրանց մտերմությունը շատ վաղուց էր։ Մտնում են կաբինետ, ասում են Կարեն Սերոպիչ, դե հիմա սենց վեճ է առաջացել։ Ով է մեզնից բոյով, ես թե Վարդգեսը։ Կարեն Սերոպիչը հումորով մարդ էր։ Ասես նայեց երկուսին, մոտ մի րոպե երկար էր, նա կանգնած էր, նայեց։ Հետո կամաց այդ բարձրացավ իրան բոյով մեկ կանգնեց, ասեց երկուսդ էլ մի բան չեք ու նստեց։ Այ միշտ ես հիշում եմ Վարդգես Համազասպովիչին, ես հիշում եմ նրան ժպիտով, միշտ կյանք կար այդ մարդու մեջ եւ քաղաքացի էր բառից բուն իմաստով ու ինքը ինձ մի բան ասեց, որ ես միշտ հիշում եմ, ասեց եթե ասելիք ունես մեջդ մի պահի ասա, որովհետեւ որ մնա մեջդ նույնիսկ բարին ժամանակի ընթացքում թույն է դառնում ու քեզ սկսում է թունավորել։ Ես այդպես էլ վարվում եմ։ Եթե զգում եմ, որ ես ասելիք ունեմ, պիտի ասեմ։ Սա է Վարդգես Համազասպի Պետրոսյանը, իմ լավ բարեկամը։
Հայաստանի գրողների միությունը մեծ ուժ էր եւ հատկապես ազգային զարթոնքի 1988-ի տարիներին կարող էր հսկայական դեր ունենալ։ Այդ մասին շատ լավ գիտեին եւ բարեկամները եւ հատկապես թշնամիները, որոնք միշտ աչալուրջ են։ Վարդգեսը ինչպես միշտ առաջին գծում էր, սակայն նրա ելույթների ժամանակ Հայաստանի խորհրդարանում հաճախ անջատում էին խոսափողը, պարզապես անջատում էին։ Դա նույն այդ մարտնչող տգիտությունն էր եւ ազգային դիմակ հագած բախտախնդիրները։ Լրացնում էին այն Վարդգես Պետրոսյանին, ով 1988-ի հուլիսին այն էլ Սումգայիթյան եղեռնագործության արյունոտ ֆոնի վրա Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ընդլայնված նիստում բանավիճում էր մեծ իմպերիայի առաջնորդի Միխայիլ Գորբաչովի հետ։ Վարդգես Պետրոսյանը հետագայում իր այդ ելույթը իբրև հոդված վերնագրել է այսպես, թե ինչպես էր Միխայիլ Գորբաչովը ցեղասպանություն բառը սովորեցնում հայ գրողին։ Վարդգես Պետրոսյանի ելույթից Լեռնային Ղարաբաղում, բնականաբար նաև Հայաստանում, իրադարձությունները կարող էին զարգանալ ավելի հանգիստ, առանց դրամատիզմի և ծայրահեղությունների, եթե չլիներ հայ խաղաղ քաղաքացիների ջարդը Սումգայիթում։ Իմ կարծիքով պակասում է մի բնութագրություն, որ Սումգայիթում ցեղասպանության փորձ է կատարվել։ Այո, ցեղասպանության, որովհետև անկախ զոհերի բռնաբարվածների, խեղանդամ դարձվածների թվից, անկախ բարբարոսության ձևերից, դա ցեղասպանություն է արդեն նրանով, որ մարդկանց սպանել են նրանց ցեղային պատկանելության համար, սպանել են, որովհետև այդ մարդիկ հայ են եղել։ Միխայիլ Գորբաչով, ինչ ցեղասպանության մասին եք դուք խոսում։ Դուք չէ որ գրող եք, տիրապետում եք խոսքին, պիտի որ իմանաք, թե ինչ է բառը, ամեն բառի կշիռը։ Պետրոսյան Միխայիլ Սերգեևիչ, ինձ միջև հիմա միամտորեն թվում էր, թե ցեղասպանությունը այն բառերից է, որի կշիռը ես լավ գիտեմ։ Այդ բառի կշիռը գիտի ամեն հայ, և ցեղասպանությունը հայերը բառարաններից չեն սովորել։ Դա մեր պատմությունն է։ Ես ևս ցեղասպանության զավակ եմ։ Այնպես որ ինչ այդ բառը երևի պետք չէր ինձ սովորեցնել։ Երբ մարդկանց սպանում են որոշակի ազգային պատկանելիության համար, դա ցեղասպանություն է։ Միխայիլ Սերգեևիչ Ոչ, ցեղասպանությունը քաղաքականություն է։ Ես ձեզ պիտի խնդրեմ շատ զգույշ լինել, երբ խոսում եք ցեղասպանության մասին։ Վարդգես Պետրոսյան Ես ասացի Սումգայիթում ցեղասպանության փորձ է կատարվել։ Դուք այնպիսի մեղադրանք եք շպրտում, որոնց համար ափսոսալու եք ձեր ողջ կյանքում։ Այս օրերին 2015 թվականին, երբ ազգովի Հայաստանում և Սփյուռքում նշում ենք ցեղասպանության 100-ամյա սև տարելիցը, յուրաքանչյուրս պետք է մեզ հարց տանք։ Արդյոք մենք կարող ենք այսօր արևմտյան Հայաստանին տեր կանգնել։ Պատրաստ ենք, ինչպես պատրաստ չէինք մեր այնքան երազած անկախությանը։ Սթափվենք, սթափ դատենք, հիշենք անցյալը, մեր գտածն ու կորցրածը, հիասթափությունները։ Միթե այսօր մենք սեփական ձեռքերով չենք շարունակում մեր ժողովրդի տեղահանությունը։ Այժմ էլ մեր նորանկախ երկրից։ Մի իմաստուն ասել է, օրենքն առանց ազատության մահ է, բայց ազատությունն առանց օրենքի կրկնակի մահ է։ Հանկարծ չձգտենք ապրել այդ ժամանակը, ազատություն առանց օրենքի, գրում էր Վարդգես Պետրոսյանը։ Ցավոք, այստեղ էլ ճիշտ դուրս եկավ մեծ մտավորականը, գրողը, քաղաքական գործիչը։ Մենք այսօր ապրում ենք այդ ժամանակները, ազատություն առանց օրենքի։ Թեպետ մեր նորանկախ հանրապետության խորհրդարանը օրնիբուն աշխատում է և օրենքներ է արտադրում, որոնք հիմնականում մի նպատակի են ծառայում՝ պահպանել իշխանությունը։ Իսկ ժողովուրդը, որքանով են դրանք ծառայում ժողովրդին։ Մենք կարիք ունենք ինքնամաքրման, պետք է ուժ գտնենք խոստովանելու մեր անցյալի սխալները, խոսելու այդ մասին բարձրաձայն և բուժելու մեր վերքերը,
որոնք չեն սպիանում, որոնք մենք ստացանք հենց անկախ Հայաստանի տարիներին։ Ուժ գտնենք բուժելու այդ արնացոր վերքերը, մեր ունեցած երկրի վերքերը, որ իրավունք ստանանք պահանջելու մեր կորցրածը եւ կարողանանք պահել։ Մենք դաժան անդառնալի կորուստներ ենք ունեցել մեր անկախության ճանապարհին, ոչ միայն պատերազմի դաշտում, այլ նաեւ թիկունքում։ Թիկունքից ստացած վերքերը աններելի են։ Քաջություն ունենանք մեզ նայելու, մեզանից սկսելու եւ այդ ժամանակ հաստատ կկարողանանք վերադարձնել մեր բոլոր կորուստները, փոքր ու մեծ։ Ինքներս մեր ներսը նայենք, առողջանանք, մաքրվենք, որպեսզի վստահ կարողանանք առաջ գնալ։ Այնտեղ, որտեղ մենք անվերապահ արդարացի ենք, կարող ենք հաղթել։ Վկա Արցախի օրինակը։ Այդ դեպքում հաստատ հնարավոր է վերադարձը։ Ականջալուր լինենք մտավորականին, լսենք, գուրգուրենք ու պահպանենք նրան։ Այլապես անընդհատ մոլորվելու ենք անտեր, ոչ անկախ, անտեր հոտի նման, օրը ցերեկով զոհաբերելով մեր մտավորականին, մեր բարոյականությունը մեզ եւս մի երկու այդպիսի խուլ, թխկոց եւ մեր ժամանակի կափարիչը կմխվի անժամանակ եւ մեր մեջ այլևս թափ մտքի տեր մարդ չենք ունենա, գրեց Հրանտ Մաթեոսյանը։ Նույնիսկ երջանկությունը պետք չէ մարդուն ամեն րոպե, իր ժամանակին է պետք։ Մարդուն պետք է սիրել կենթանի ժամանակ։ Նրանք բոլորը իրենց սիրով եւ ատելությամբ մնացին անցյալում։ Իսկական գրողի ժամանակի հաշվարկը սկսվում է հետմահու, ուրեմն եւ Վարդգես Պետրոսյանի ժամանակը։